Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Հարավային եւ հյուսիսային Կարոլինայում հրշեջները դեռևս շարունակում են պայքարել հրդեհների դեմ, կենտրոնանալով արդեն կյանքերի եւ գույքի փրկության վրա։ Հարավային Տեխասում ուժեղ անձրևները դարձել են առնվազն 3 մարդու մահվան պատճառ, վարորդները լքել են մեքենաները ջրածածկ ճանապարհների վրա, իսկ օդանավակայանները փակված են։ Կալիֆոռնիայում 30 մետր բարձրությունից ժայռից ընկած արշավորդին հաջողվել է փրկել ծովային պահակախմբի եւ տեղական մարմինների արագ արձագանքման շնորհիվ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ արդեն չեղարկվել է ավելի քան 300 վիզա ուսանողների համար, որոնք մասնակցել են քաղաքական ցույցերի։ Ռուբիոյի ամբողջական խոսքը դիտեք այս թողարկմանը։ Յուտան դարձել է առաջին նահանգը, որը արգելել է LGBTQ+ դրոշների ցուցադրությունը դպրոցներում եւ պետական շենքերում։ Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը Մեքսիկայում հանդիպել է նախագահի հետ, քննարկել միգրացիան եւ հանցավորության դեմ պայքարը։ Կանադայի վարչապետ Մարկ Քերնին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները փոխվում են, պատճառը Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերն են։ Արդարադատության դեպարտամենտը դիմել է Գերագույն դատարանին վերականգնելու արտաքսելու հնարավորությունը, հիմք ընդունելով 18-րդ դարի օրենքը։ Միացյալ Նահանգների կառավարությունը ձգտում է ներմուծել ձվեր Եվրոպայից եւ այլ երկրներից մեղմելու ձվերի պակասը, որն առաջացել է թռչնագրիպի բռնկման հետևանքով։ Հնագետները հայտնաբերել են բրիտանական ամրոցի պաշտպանական դիրքեր Ֆլորիդայի Սենտ Օգուստին քաղաքում, որը կառուցվել է 1781 թվականին։ Հիշեցնեմ, որ նկարագրություններ բաժնում կարող եք գտնել նաև մեր Instagram-ի եւ Facebook-ի էջերը։ Հետևեք նաև մեզ սոցցանցերով։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Հարավային Կարոլինայում հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի շինություններ, հրշեջները, որոնք պայքարում են Table Rock Mountain հրդեհի դեմ, կենտրոնացել են կյանքերի եւ գույքի փրկության վրա։ Օդանավերն ու ուղղաթիռները ավելի քան 550 ջուր լցնող թռիչք են իրականացրել Table Rock հրդեհի եւ մեկ այլ հրդեհի վրա, որը գտնվում է Persimmon Ridge-ում, մոտ 13 կիլոմետր հեռավորության վրա։ Այս պահին պայքարը հիմնականում պաշտպանական բնույթ ունի, մինչև եղանակային պայմանները նպաստեն հորդառատ անձրև կամ քամիների թուլացում լինի, ասել է Հարավային Կարոլինայի անտառային ծառայության ներկայացուցիչ Սքոթ Ֆիլիպսը։ Հյուսիսային Կարոլինայի լեռներում այրվում է առնվազն 8 հրդեհ, ամենամեծը Black Cove-ի եւ Deep Woods-ի հրդեհներն են, որոնք գտնվում են Փոլք շրջանում։ Դրանք միասին այրել են մոտ 26 քառակուսի կիլոմետր տարածք, սակայն շաբաթվա վերջին գրեթե չեն աճել։ Ապրիլը սովորաբար ամենավատ ամիսն է անտառային հրդեհների համար եւ երկարաժամկետ կանխատեսումները ցույց չեն տալիս, որ պայմանները կփոխվեն։ Ավելի քան 1 շաբաթ է, ինչ Հարավային Կարոլինայում գործում է դրսում կրակ վառելու արգելքը։ Նահանգապետ Հենրի Մակքաստերը շարունակ հիշեցնում է, որ արգելքը խախտելը կարող է հանգեցնել բանտարկության, իսկ անզգուշությամբ հրդեհ առաջացնելը կարող է պատճառել մեծ վնասներ։ Կիրակի ու երկուշաբթի հնարավոր է անձրև, սակայն ազգային օդերևութաբանական ծառայությունը չի կանխատեսում այնպիսի հորդառատ անձրև, որն անհրաժեշտ է կրակներն ամբողջությամբ մարելու համար։ Մի նահանգում անձրևների պակաս կամ մյուսում էլ այն ուղղակի գերազանցել է նորման, առնվազն 3 մարդ է զոհվել Հարավային Տեխասում Մեքսիկայի սահմանի մոտ ուժեղ անձրևների պատճառով։ Վարորդները լքել են մեքենաները ջրածածկ ճանապարհների վրա, փակվել է օդանավակայանը։ Հիդալգո շրջանի պաշտոնյաների հայտարարության մեջ նշված է, որ դեռևս չեն կարողանում տրամադրել մահերի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ։ Ընդամենը 10 օր առաջ նահանգը դիմակայում էր ավազամրրիկներին, փոթորիկները շրջում էին անգամ բեռնատարները։ 2 օր առաջ նահանգի որոշ շրջաններում բեյսբոլի գնդակի չափ կարկուտ էր ավերում ամեն ինչ։ Հարլինգտոնում պաշտոնյաները հայտնում են, որ այս շաբաթ քաղաքում տեղացել է ավելի քան 53 սանտիմետր անձրև, որի ամենաուժեղ տեղումները եղել են 3, առաջացնելով սարսափելի ջրհեղեղներ։ Արտակարգ ծառայությունները ստիպված են եղել փրկել ավելի քան 200 բնակիչների, իսկ եւս 200-ը դեռևս սպասում է փրկության։ Ալամոյում ոստիկանությունը եւ հրշեջ ծառայությունը իրականացրել են ավելի քան 100 ջրային փրկարարական գործողություններ, ներառյալ մարդկանց, որոնք մնացել էին իրենց մեքենաներում եւ արգելափակվել իրենց տներում։ Վեսլակոյի քաղաքապետ Ադրիան Գոնզալեսը հայտարարել է, որ քաղաքում տեղացել է մոտ 36 սանտիմետր անձրև, ստիպելով անցկացնել 30-ից 40 ջրային փրկարարական գործողություններ արգելափակված վարորդների եւ տներում մնացած բնակիչների փրկության համար։ Կամերոն շրջանում պաշտոնյաները խնդրել են նահանգապետ Գրեգ Էբոթին հայտարարել շրջանը որպես աղետային գոտի։ Ավելի քան 3400 բնակիչներ մի քանի շրջաններում մնացել են առանց էլեկտրականության։ 20-ից ավելի դպրոցական շրջաններ եւ քոլեջներ դասերը չեղարկել են վատ եղանակի եւ ջրհեղեղների պատճառով, բացվել են մի քանի ապաստարաններ։ Լուսավոր լուրը Կալիֆոռնիայից է։
Հյուսիսային Կալիֆորնիայում մոտ 30 մետր բարձրությունից ժայռից ընկած արշավորդին հաջողվել է փրկել ճիշտ ժամանակին ԱՄՆ ծովային պահակախմբի և տեղական մարմինների արագ արձագանքման շնորհիվ։ Փրկարարական գործողությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայի ափի մոտ գտնվող մոտ 40 կիլոմետր երկարությամբ Lost Coast Trail արահետի տարածքում, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոից 322 կիլոմետր դեպի հյուսիս։ Ծովային պահակախմբի Humboldt Bay բաժնի մամուլի հաղորդագրության համաձայն վիրավոր արշավորդը փորձել է ամուր բռնել իր արշավական ձողերից գտնվելով մոտ 18 մետր բարձրության վրա։ Արշավոտին անհապաղ տեղափոխել են բժշկական ծառայությունների մոտ, իսկ նրա ուղեկցին, որը նույնպես գտնվում էր վտանգավոր վայրում, փրկել են ավելի ուշ։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է օգնել Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցած մահաբեր երկրաշարժին արձագանքելու հարցում, սակայն նրա վարչակազմի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, նույն ինքը USAID և Պետդեպարտամենտի միջոցով օտարերկրյա օգնության բյուջեի խորը կրճատումները հավանաբար կդառնան առաջին խոշոր բնական աղետի արձագանքման փորձությունը Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։ Ուժեղ երկրաշարժը գրանցվել է Մյանմարում և հարևան Թայլանդում։ Այս պահին հաղորդվում է 150 զոհի մասին, բայց շատերը մնացել են դեռևս բարձրահարկ շենքերի փլատակների տակ։ Երբ Վաշինգտոնում լրագրողները հարցրել են երկրաշարժի մասին, Թրամփը պատասխանել է. «Մենք պատրաստվում ենք օգնել, մենք արդեն զգուշացրել ենք մարդկանց, այո, սարսափելի է, ինչ տեղի ունեցավ»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսելով ուսանողների ձերբակալությունների մասին ասել է, որ արդեն չեղարկվել է նվազագույնը 300 վիզա։ Ներկայացնում ենք Ռուբիոյի խոսքից մի հատված։ Պարոն պետքարտուղար, թուրք ուսանողը Բոստոնում ձերբակալվել է և ձեռնաշղթայվել գործակալների կողմից։ Նա գրել էր կարծիքային հոդված ընդամենը Գազայի պատերազմի մասին։ Կարող եք օգնել մեզ հասկանալ, թե ինչ կոնկրետ գործողություն է նա իրականացրել, որը հանգեցրել է նրա վիզայի չեղարկմանը, և ինչ դեր է ունեցել ձեր պետդեպարտամենտը այդ գործընթացում։ Մենք չեղարկել ենք նրա վիզան, կարծում եմ դա F1 վիզա էր։ Եվ ահա թե ինչու, կրկնում եմ, ես դա ասել եմ ամենուր։ Եկեք միանգամայն պարզենք։ Եթե դուք հիմա դիմում եք վիզայի համար աշխարհի ցանկացած կետում, լսեք այս հաղորդագրությունը։ Եթե դիմում եք վիզայի ԱՄՆ մուտք գործելու և ուսանելու համար, և ասում եք, որ Միացյալ Նահանգներ եք գալու ոչ միայն հոդվածներ գրելու նպատակով, այլև մասնակցելու այնպիսի շարժումներին, որոնք զբաղվում են համալսարաններ կործանելով, ուսանողներին հետապնդելով, շենքեր գրավելով, խառնաշփոթ ստեղծելով, մենք ձեզ վիզա չենք տրամադրի։ Եթե դուք ստում եք մեզ և ստանում վիզա, ապա մուտք գործում Միացյալ Նահանգներ և այդ վիզայով զբաղվում եք նման գործունեությամբ, մենք վերցնում ենք ձեր վիզան։ Եվ երբ ձեր վիզան չեղարկվում է, դուք այլևս օրինական չեք գտնվում Միացյալ Նահանգներում, և մենք ունենք իրավունք, ինչպես աշխարհի յուրաքանչյուր երկիր, հեռացնելու ձեզ մեր երկրից։ Դա այնքան պարզ է, ես կարծում եմ, որ խելագարություն է, հիմարություն է, երբ որևիցե երկիր ողջունում է այնպիսի մարդկանց, ովքեր գալիս են իրենց համալսարաններ որպես այցելուներ և ասում. «Ես գալիս եմ ձեր համալսարաններ խռովություն ստեղծելու համար, գրադարան գրավելու, մարդկանց հետապնդելու»։ Ինձ համար բացարձակապես կարևոր չի, թե որ շարժմանն եք պատկանում, ինչու պետք է որևիցե երկիր թույլ տա, որ մարդիկ գան և խանգարեն։ Մենք ձեզ վիզա ենք տվել ուսանելու և կրթական աստիճան ստանալու համար, ոչ թե դառնալու սոցիալական ակտիվիստ, որը քանդում է մեր համալսարանները։ Եվ եթե մենք ձեզ վիզա ենք տվել, իսկ հետո դուք որոշում եք դա անել, ապա մենք այն կվերցնենք ձեզանից։ Ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուր երկրին նույն կերպ վարվել։ Ես կարծում եմ, որ խելագարություն է թույլ տալ ուսանողների մուտք գործել ձեր երկիր, որոնք գալիս են ձեր համալսարանները ապակայունացնելու։ Մենք դա պարզապես չենք հանդուրժի։ Մենք կչեղարկենք ձեր վիզան, և երբ ձեր վիզան չեղարկվում է, դուք այլևս անօրինական եք գտնվում մեր երկրում և ստիպված եք լքել այն։ Յուրաքանչյուր երկիր ունի իրավունք որոշելու, թե ով է գալիս որպես այցելու և ով ոչ։ Եթե դուք ինձ հրավիրեք ձեր տուն, երբ ասեմ ես ուզում եմ գալ ձեր տուն ընթրիքի համար, ու գամ ձեր տուն ու սկսեմ ցեխ լցնել ձեր բազմոցի վրա, ներկել ձեր խոհանոցը, ես վստահ եմ, որ դուք ինձ դուրս կհանեք։ Մենք նույնը կանենք, եթե դուք գաք Միացյալ Նահանգներ որպես այցելու և մեզ համար խռովություն ստեղծեք։ Մենք դա չենք ուզում մեր երկրում։ Վերադարձեք և դա արեք ձեր երկրում, բայց դուք դա չեք անելու մեր երկրում։ Լավ, խնդրեմ, ձեր հաջորդ հարցը, գուցե ես պատասխանեմ այդ հարցին կախված ձեր հարցի բովանդակությունից։ Կարող եմ արագ հարցին հետևել իմ, այո, շարունակեք։ Կարող եք հաստատել, որ արդեն 300 մարդու վիզա չեղարկվել է։ Հնարավոր է ավելի շատ, նույնիսկ 300-ից ավելի վիզաներ են չեղարկվել այս պահին։ Մենք դա անում ենք ամեն օր, ամեն անգամ, երբ հայտնաբերում ենք այս խելագարներից որևէ մեկին, վերցնում ենք նրանց վիզան։ Դուք ասում եք, որ կարող է ավելի շատ լինել, քան 300 վիզան։ Հուսով եմ, այո, կգա մի ժամանակ, հուսով եմ, որ այլևս չգտնվի որևէ մեկը, քանի որ մենք ազատված կլինենք բոլորից, բայց մենք ամեն օր փնտրում ենք նրանց, որոնք քանդում են ամեն ինչ, և ի դեպ մենք ուզում ենք ազատվել նաև հանցավոր խմբերի անդամներից։
Յուտան դարձել է առաջին նահանգը, որը արգելել է LGBTQ+ դրոշները դպրոցներում եւ բոլոր պետական շենքերում այն բանից հետո, երբ հանրապետական նահանգապետը հայտարարեց, որ թույլ է տալիս առանց իր ստորագրության օրենքը ուժ ստանա։ Նահանգապետ Սփենսեր Կոքսը, որը հայտարարությունն արել է 5-շաբթի երեկոյան, նշել է, որ նա շարունակում է լուրջ մտահոգություններ ունենալ այս քաղաքականության վերաբերյալ, բայց որոշել է չվերադարձնել այն, քանի որ իր վետոն հավանաբար կվերածվեր հանրապետականների կողմից վերահսկվող օրենսդիր մարմնի կողմից։ Մայիսի 7-ից սկսած նահանգային կամ տեղական կառավարական շենքերը կվճարեն օրական $500 տուգանք ցանկացած դրոշի ցուցադրության համար, բացի Միացյալ Նահանգների դրոշից, Յուտայի նահանգային դրոշից, ռազմական դրոշներից կամ մի քանի այլ դրոշներից, որոնք հաստատված են օրենսդիրների կողմից։ Քաղաքական դրոշները, որոնք աջակցում են կոնկրետ թեկնածուի կամ կուսակցության, նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփի Make America Great Again դրոշները նույնպես թույլատրված չեն։ Նահանգապետ Կոքսը իր որոշումը բացատրել է նամակով, նշել է. «Համաձայն է օրենքի նախագծի հիմնարար մտադրության հետ, որը նպատակ ունի դասասենյակները դարձնել քաղաքականապես չեզոք, բայց կարծում է, որ այն չափից ավելի է վերահսկում տեղական կառավարություններին»։ Նա նշել է նաև, որ այս օրենքը միայն կենտրոնանում է դրոշների վրա, չի կանխում այլ քաղաքական ցուցանակներ։ Այդահոյի հանրապետականները նույնպես առաջ են տանում առանձին օրինագիծ արգելելու պետական շենքերում որոշ դրոշների ցուցադրությունը։ Ֆլորիդայի օրենսդիրները ներկայացրել են առաջարկ արգելելու LGBT դրոշները եւ այլ դրոշներ, որոնք ներկայացնում են քաղաքական հայացքներ դպրոցներում կամ հանրային շենքերում։ Սա նորից արվում է նախորդ երկու օրենսդրական նստաշրջանների ընթացքում ձախողվելուց հետո։ Որոշ դաշնային գործակալություններ, ներառյալ վետերանների գործերի վարչությունը, նույնպես սահմանափակել են, թե ինչ դրոշներ կարող են ցուցադրվել իրենց հաստատություններում։ Արտաքին քաղաքականության մասին ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը Մեքսիկայում է ավարտելու այցը 3 երկրներ, որի նպատակն է քննարկել միգրացիան հանցավորությունը եւ արտաքսումները։ Նոեմը այցելել էր նաեւ Էլ Սալվադոր եւ Կոլումբիա, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Գայանայում է հանդիպել կարիբյան մի քանի առաջնորդների հետ։ Նոեմին դիմավորել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարը, ապա հանդիպում է եղել նախագահ Կլաուդիա Շեյնբաումի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Շեյնբաումի կառավարությունը աշխատում է մեղմել Թրամփի վարչակազմի սահմանած տուրքերը, որոնք ըստ տնտեսագետների կարող են Մեքսիկայի տնտեսությունը ճգնաժամի հասցնել։ Նախկինում պատժամիջոցների ուշացման դիմաց Մեքսիկայի կառավարությունը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ուղարկել էր 10,000 զինվոր, ինչպես նաև խստագույն միջոցառումներ իրականացրել թմրադեղերի լաբորատորիաների դեմ։ Բացի դրանից, այն ԱՄՆ-ին է հանձնել 29 բարձր կարգի հանցագործների, որոնց երկար տարիներ փնտրել է ամերիկյան կառավարությունը։ Կանադան ստիպված կլինի խիստ կրճատել կախվածությունը Միացյալ Նահանգներից, քանի որ երկու երկրների հարաբերությունները մտնում են, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քերնին, հավելելով, որ հին երկկողմ հարաբերությունները վերջացել են։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այլևս հուսալի գործընկեր չէ։ Հնարավոր է, որ համապարփակ բանակցություններով մենք կարողանանք վերականգնել որոշակի վստահություն, բայց վերադարձ այլևս չի լինելու, ասել է Քերնին, ավելացնելով, որ ապագա կառավարությունները ստիպված կլինեն պայքարել նույն փոխված իրավիճակի հետ։ Մինչև Քերնին խոսում էր, Թրամփը Truth Social հարթակում գրեց. «Եթե Կանադան եւ Եվրամիությունը համագործակցեն տնտեսական վնաս հասցնելու ԱՄՆ-ին, ապա նրանք կբախվեն մեծ մասշտաբի մաքսատուրքերի, որոնք ավելի մեծ կլինեն, քան ներկայումս նախատեսվածները»։ Քերնին նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույց է նախատեսվում առաջիկա օրերին եւ Սպիտակ տունը արդեն իսկ կապ է հաստատել այդ կապակցությամբ։ Նա առայժմ չի նախատեսում այցելել Վաշինգտոն։ Քերնին ասել է, որ իր կառավարության անդամները հնարավոր է կատարեն այց։ «Մենք ուժեղ պատասխան կտանք։ Ոչ մի միջոց չի բացառվում մեր աշխատողներին եւ մեր երկիրը պաշտպանելու համար», ասել է Քերնին, նախազգուշացնելով կանադացիներին, որ մեկ հարվածով խնդիր լուծող միջոց չկա, արագ լուծում այս պահին չկա։ «Ես մերժում եմ ցանկացած փորձ թույլատնելու Կանադան կոտրելու մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա տիրապետել», ասել է Քերնին։ Ջեյ Դի Վենսն այցելել է Գրենլանդիայում տեղակայված ամերիկյան զորքերի բազա։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Դանիան բավարար ներդրումներ չի արել Գրենլանդիայի անվտանգության ոլորտում եւ պահանջել է, որ Դանիան փոխի իր մոտեցումը։ Միևնույն ժամանակ հիշեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի դանիական տարածքը վերահսկողության տակ վերցնելու մասին։ Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները այլ տարբերակ չունի, քան նշանակալի դեր խաղալ Գրենլանդիայի անվտանգության ապահովման գործում, խրախուսելով այստեղ անկախության ձգտումները Դանիայից։ Վենսը
ՀՀՍ կնոջ եւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ է գնացել Գրենլանդիա։ Ուղևորությունը կրճատվել է Գրենլանդիայում եւ Դանիայում բնակիչների դժգոհության պատճառով, որոնք բարկացած էին, որ այցի սկզբնական ծրագիրը կազմվել էր առանց իրենց հետ խորհրդակցելու։ Վենսի ժամանումից հետո նա կարճ ելույթով դիմել է բազայում տեղակայված ամերիկյան զինվորներին եւ կնոջ հետ միասին նստել նրանց հետ ճաշելու։ Մինչև այս Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Գրենլանդիան միջազգային անվտանգության համար։ Նա անդրադարձել է Չինաստանի եւ Ռուսաստանի աճող հետաքրքրությանը Արկտիկայի նկատմամբ, որտեղ ծովային ուղիները բացվել են կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Գրենլանդիան շատ կարևոր է աշխարհի խաղաղության համար, ասել է Թրամփը։ Կարծում եմ, որ Դանիան դա հասկանում է եւ կարծում եմ, որ Եվրամիությունն էլ է դա հասկանում, եւ եթե նրանք դա չհասկանան, ապա մենք ստիպված կլինենք նրանց բացատրել դա։ Թրամփի վարչակազմն այսօր դիմել է Գերագույն դատարանին թույլատվություն խնդրելով վերսկսել վենեսուելացի միգրանտների արտաքսումը դեպի Էլ Սալվադոր, հիմք ընդունելով 18-րդ դարի պատերազմի ժամանակվա օրենքը, մինչև դատարանում պայքարը շարունակվում է։ Արտակարգ դիմումը Գերագույն դատարանին ներկայացվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնի դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է հանրապետական վարչակազմի դիմումը, որը ժամանակավորապես արգելում է միգրանտների արտաքսումը հազվադեպ օգտագործվող օտար թշնամիների ակտի շրջանակներում։ ԱՄՆ արտահայտության դեպարտամենտը դատարանի փաստաթղթերում նշել է, որ դաշնային դատարանները չպետք է միջամտեն նուրբ դիվանագիտական բանակցություններին։ Դատավոր Բոազբերգի ժամանակավոր կասեցումը պետք է ավարտվի այս շաբաթ օրը, սակայն ACLU-ն խնդրել է երկարացնել այն մինչև ապրիլի 12-ը եւ նախատեսում է ներկայացնել ավելի մշտական դադարեցման պահանջ, քանի դեռ հայցը շարունակվում է։ ԱՄՆ կառավարությունը համաշխարհային որսի մեջ է ձգտելով ներմուծել ձվեր Եվրոպայից կամ այլ երկրներից մեղմելու խիստ պակասը, որն առաջացրել է մթերային խանութներում ձվերի գների ռեկորդային աճ։ Ըստ եվրոպական արդյունաբերական խմբերի, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Շվեդիան, Ավստրիան, Նորվեգիան, Իսպանիան եւ Դանիան այն երկրներից են, որտեղ դիմել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը թռչնագրիպի բռնկման պատճառով առաջացած պակասը լրացնելու նպատակով։ Արտասահմանյան արտադրողների համար ամերիկացիներին ձվեր մատակարարելը դժվար կլինի եւ ոչ միայն նախագահ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանման պատճառով, նույնիսկ եթե նրանք պատրաստ են օգնության հասնել, եվրոպական երկրներն իրենց հերթին չունեն շատ ավելցուկային ձվեր թռչնագրիպի բռնկումների եւ զատիկի նախօրեին ներքին պահանջարկի աճի պատճառով։ Ամենամեծ խոչընդոտներից մեկն էլ նաեւ այն է, որ Միացյալ Նահանգների սննդային անվտանգության կանոնակարգը պահանջում է, որ թարմ ձվերը մաքրվեն ու պահվեն սառեցված վիճակում մինչև վաճառքը, իսկ Եվրամիությունում անվտանգության ստանդարտները պահանջում են, որ ակարգի ձվերը վաճառվեն չլվացված եւ առանց երկարատև սառեցման։ Եվրոպայում փետուրներով եւ կեղտոտ ձվեր գնելը սովորական է, քանի որ լվացումն ընկալվում է որպես ձվի պատյանի բնական պաշտպանիչ շերտի հեռացում, ինչը կարող է նպաստել բակտերիաների ներթափանցմանը։ Շատ եվրոպական պաշտոնյաներ թեև կարծում են, որ դա չի խանգարի ձվերի արտահանմանը, եթե ֆինանսական պայմանները լավը լինեն։ Նախորդ ամիս Բրազիլիանի ձվերի արտահանումը Միացյալ Նահանգներ ավելացրել է 93%-ով համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար։ Սենտ Օգոստին քաղաքը իր դարավոր շենքերով եւ քարե ամրոցով մշտական հիշեցնում է Իսպանիայի պատմական ներկայության մասին Ֆլորիդայում, որը սկսում է դեռևս այն ժամանակներից, երբ Միացյալ Նահանգները նույնիսկ գոյություն չուներ։ Սակայն 1700-ականների երկու տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիան էր վերահսկում այդ տարածքը եւ վերջապես հնագետները գտել են երկար ժամանակ փնտրված հետքերը։ Քաղաքի հնագետները հայտնաբերել են 1781 թվականին կառուցված բրիտանական ամրոցի պաշտպանական դիրքերը։ Իսպանական բանակը կառուցել էր Սան Մարկոսի ամրոցը 1600-ականների վերջում եւ այն դեռևս մնում է Ֆլորիդայի Մատանսաս ծովածոցի արևմտյան ափին, չնայած որպես ազգային հուշարձան, այլ ոչ թե ռազմական կառույց։ Երբ բրիտանացիները 1763 թվականին վերցրեցին Ֆլորիդայի վերահսկողությունը, Սենտ Օգոստինը արդեն ուներ իսպանացիների կառուցած հզոր պաշտպանական կառույցները, բայց բրիտանական սպաները մտահոգված էին մոտակա գետից հարձակման հնարավորությամբ ու հրահանգեցին կառուցել պաշտպանական ամրոցներ քաղաքի արևմտյան եզրի երկայնքով։ Բրիտանացիների համեմատաբար կարճատև վերահսկողությունը Սենտ Օգոստինում ավարտվեց 1783 թվականին ամերիկյան հեղափոխության ավարտից հետո։ Վերջին 40 տարիների ընթացքում իրականացվել է ավելի քան 1200 հնագիտական նախագիծ, ներառյալ իսպանական գաղութային ժամանակների, ինչպես նաև 4000 տարվա պատմություն ունեցող բնիկ ամերիկացիների բնակավայրերի եւ գյուղերի հետազոտությունները։ Պատմության մեջ այսպիսի գտածոները յուրահատուկ հնարավորություն են տալիս բացահայտել անցյալը եւ նորովի ներկայացնել այն։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։